ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Արամը շարունակում է անշեղորեն քայլել դեպի իր նպատակը։ Նա համոզված է, որ Ռեբեկան սիրահարվել է իրեն, բայց չի շտապում։ Զգում է, սա այն դեպքն է, երբ սերը պետք է հասունանա ինքն իրեն խոստովանելու համար։ Արամն ընտրել է համբերության ճանապարհը, սպասել այնքան, մինչև հենց Ռեբեկան լինի, ով առաջինը կընդունի իր զգացմունքները։ Իսկ Ռեբեկան կարծես հստակ գիտակցելով իր ներսի փոփոխությունը դեռ համառորեն շարունակում է պահել պաշտպանական դիրք։ Բայց մի բան ակնհայտ է, նա բաց չի թողնում ոչ մի առիթ Արամին նեղացնելու համար։ Մյուս կողմից Եվան, ով արդեն որոշել է մնալ Հայաստանում, փորձում է արմատներ գցել։ Նա աշխատանքի կարիք ունի, եւ երբ իմանում է, որ Սարոյանի տպարանում կա թափուր հաստիկ, որոշում է, որ դա իր շանսն է ամեն օր ճնշելու Սառային, նյարդայնացնելու, վիրավորելու եւ հոգեբանական մանիպուլյացիաների ենթարկելու։ Եվան կանգնում է տպարանի շենքի դիմաց, ուր այդ պահին հենց Սառան է։ Ուրախ մոտենում է ու ասում, թե ինչ լավ զուգադիպություն է, երբ պատահական հանդիպեցին, բայց իրականում սա հստակ պլանավորված քայլ էր։ Սառան զգուշանում է, նա չի ցանկանում Եվային տեսնել առհասարակ, առավել ևս իր աշխատանքային միջավայրում։ Բայց հարցն այն է, արդյոք նա կհամարձակվի խոսել պապիկի հետ, խնդրել, որպեսզի հանկարծ Եվային չընդունի աշխատանքի, թե կթողնի, որ ամեն ինչ ընթանա իր հունով, վտանգավոր հետևանքներով։ Իսկ այս ամենից հեռու Արմանն ու Էլան անցկացնում են շատ գեղեցիկ ժամանակ։ Նրանք նստած զրուցում են ջերմ, կարծես մոռացած լինելով բոլոր խնդիրների մասին։ Բայց այդ խաղաղությունը երկար չի տևում։ Երբ արդեն պատրաստվում են գնալ տուն, Արմանի դիմաց հանկարծակի հայտնվում է այն երիտասարդը, ով նախորդ օրը եկել ու գումար էր պահանջում։ Պատճառը նույնն է։ Արմանի հայրը Կարիկը բանտում մեծ գումար է պարտվել։ Այդ երիտասարդի համար միևնույն է, Արմանը աղջկա հետ է թե մենակ։ Նա միանգամից բարձրաձայնում է իր պահանջը։ Արմանը տեղում քարանում է, նա չէր ցանկանա, որ Էլան իմանար այդ ամենի մասին, բայց արդեն ուշ է։ Կարիկն անգամ բանտից հանգիստ չի տալիս որդուն, ամեն անգամ նոր խնդիր։ Արմանն էլ հերթական անգամ հայտնվում է մի պատմության կենտրոնում, որի հետ ինքը ընդհանրապես կապ չունի։ Բայց այս անգամ պատմությունը կարող է ունենալ շատ վատ ու վտանգավոր ավարտ թե Արմանի, թե Կարիկի համար։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Արմանը, արդյոք կվճարի այդ ահռելի գումարը եւ որտեղից կհայթայթի այն։ Գրեք մեկնաբանություն։ Դավայ։ Ես լավ գործընկերուհի ունեմ, չեք կարա պատկերացնեք։ Կարանք մի անգամ մենք էլ քո ստորի մեջ հայտնվենք։ Իհարկե Արսեն ջան։ Բարև բոլորին։ Դուք հասկանում եք, ձեզ հենց նորով բարևեց։ Նոնաս update եղավ շատ արագ։ Տեքստը դարձավ փոխարկ։ Այս մեկի մեջ էլ կարանք հայտնվենք։ Այս մեկի մեջ էլ կարանք։ Գրել ես։ Շազում անոն քեզ, բայց դա սուրի սպանվի։ Այս հարցը շատ եք գրել, պատասխանեմ։ Ոչ, ես ապրում եմ Երևանում սեպտեմբեր ամսից սկսած, ու ինչ է ստացվել, որ փաստորեն միաժամանակ աշխատում եմ երկու քաղաքում՝ եւ Վանաձորում եւ Երևանում։ Ես, քանի որ թատրոնից դուրս չեմ եկել, աշխատանքից դուրս չեմ եկել, ամսվա մեջ մի քանի անգամ գնում եմ Վանաձոր, փորձ եմ անում, հաջորդ օրը խաղում ու գումարած դրան իմ հարազատներն են այնտեղ ապրում, այդ պատճառով չեմ կարող կապս կորցնել քաղաքի հետ։ Առաջին ամիսներին ավելի շատ էի գնում, ամսվա մեջ 8-9 անգամ գնում էի, ինչքան ազատ օրեր լինում, բայց հիմա մի քիչ խղճալով ինձ սահմանափակել եմ օրերի քանակը գնալու։ Մի խոսքով այդպես։ Եթե նայեք այս անկողնուն, կհասկանաք, որ չեն ավարտվել, որովհետև ես հիմա Սառայի սենյակում նստած եմ։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ նկարահանվում եմ, բայց մի փոքր ուղղուման եմ։ Մեզ մոտ կարծում եմ չկա գլխավոր կամ երկրորդական կերպար, որովհետև զուգահեռ ներկայացվում է 3 քույրիկների ճակատագրերը։ 3-ն էլ ընթանում են հավասար։ Դրա համար
այստեղ դուր գալ, չգալ արտահայտությունը կարծում եմ ավելորդ է։ Ու հետո դերի չափը կապ չունի, նորմալ չի, որ դերասանը ուրախանա միայն այն փաստից, որ ինքը գլխավոր է, որովհետև օրինակ կարող ես գնալ թատրոն ներկայացում նայել, բայց քեզ մոտ տպավորվի այն մի մարդը, ով մի նախադասություն էր ասել, ու ուղղակի այնքան հետաքրքիր էր եղել, որ միայն իրեն ես հիշում, օրինակ։ Դրա համար եկեք չնայենք առաջնային կամ երկրորդականին։ Փոփոխությունն անձնականում նկատի ունեք։ Եթե այո, ապա այսպես պատասխանեմ։ Ես կնկարահանվեմ այն ժամանակ, երբ կերպարն ու նախագիծն ինձ դուր գա, բայց եթե տվյալ մարդը իմ առաջ պիտի արգելքներ դնի, ավելի ճիշտ ասի, որ ես չեմ կարող ընդհանրապես նկարահանվել, ես էլ նրան կասեմ հաջողություն։ Ինչ որ վերապահումներ կարող է լինեն, միգուցե ես չեմ կարող ապագայի հետ կապված հստակ բաներ ասել, բայց որ դու քո սիրած աշխատանքով չզբաղվես միայն նրա համար, որ քո կողքի մարդը չի ուզում, կներեք, դա նորմալ չէ, դա աբսուրդ է, դա ահավոր է։ Ինչու է նա եկել ու ուզում քեզ փոխել։ Ես միգուցե շատ խորացա ձեր հարցի մեջ, բայց գիտեմ, որ անձնական նկատի ունեիք։ Եթե ինչ-որ ստանդարտներ ունի, որոնց դու չես համապատասխանում, մոլորակում այնքան մարդ կա, այնքան տեսակի, թող նրանց մեջից գտնի, բայց դուք չփոխվեք, ձեր երազանքները մի կողմ չդնեք, այս խորհուրդս էլ ձեզ չհարմարվեք նման պայմաններին։ Նայեք, հրնայեկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեքտան։ Կարտոշկա եմ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դե մեկ դուրս շրխկծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չերք ես հասկանում եմ, որ տեքստերս չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գորնե Սարայի մատին դրել նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սարան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սարայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սարայի մասին ու այստեղ գտա օրինակ Սարայի ամենասիրելի գիրքը